Բարի լույս եւս մեկ անգամ Շացի էլի հեռուստադիտողներ, շարունակում ենք մեր եթերը։ Այո, 2026 թվականից փորձում ենք շատերս իմանալ, թե ինչ է լինելու։ Մարդու ամենամեծ ցանկությունը հենց իմանալ ապագան, ինչպիսին է լինելու հատկապես հաջորդ տարին, կանխագուշակություններ անել, որոշակի ձևով ինֆորմացիա ստանալ։ Չգիտեմ ինչքանով մենք այս եթերի ընթացքում ձեզ կօգնենք, բայց ասեմ, որ մեր հյուրն է էքստրասենս Վան Հարությունյանը։ Բարև ձեզ։ Լավ եք։ Շատ լավ, դուք ինչպես եք։ Մենք շատ լավ ենք եւ ունենք բազմաթիվ հարցեր ուղղված ձեզ կապված 2026 թվականի։ Ավարտվեց 25-ը։ Այն ինչ որ մտածում եք, որ 2025-ը լինելու է, հա, ինչ որ ինֆորմացիա կար։ Արդյոք այդպես էլ եղավ, թե որոշակի ժամանակահատվածի ընթացքում ինչ-որ փոփոխություններ եղան, որտեղ շատ անգամ ուղեցիրը փոխվում է։ Այսպես ասեմ, հնարավոր է էզոտերիկ աշխարհից շատ մասնագետներ, արտերկրից կամ Հայաստանից աստղագետներ, պայծառատեսներ նախորոք միջև գալիք տարին կիսվեն, թե հետագա տարին ինչպիսին է լինելու, հիմնվելով ինչ-որ տեսակ հաշվարկների վրա, ասեն օրինակ, այս ամիսը լինելու է բացասական ֆինանսական տեսանկյունից, սա լինելու է դրական առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար եւ կարգավորում ստանալու ավելի գլոբալ աշխարհի էկոնոմիկայի հետ սկսած վերջացած պատերազմների հետ կապած այդ ռեալ հիմք չի գնահատելու տարին գալիք, որովհետեւ ապագան խելացի էզոտերիկները հասկանում են էքստրասենսները, որ ապագան ինքը երբեք հստակ չի։ Այսինքն ինքը ունի մոտ 20, 30 կամ 40% հիմք, որտեղ ինչ որ միստիկ բաներից է կախված տարին, այսինքն չգիտեմ, այնտեղ մի կողմի վրա գախնի ինչ որ, չգիտեմ, վերևներից ինչ որ պոլիտիկներ հրամայել են ինչ որ խումբ մագիանի, որ ազդի ինչ որ բնական process-ների, աղետներ անի կամ եւ այլն բաներ, այդ կարա աշխարհի ընթացքի վրա ազդի օրինակ 20 կամ 30%, 40։ Մնացածը սա կախված է մարդու ներսից։ Դուրս էական չի, կենցաղը ընդհանրապես էական չի։ Այնտեղ ով է մեծ լարված, ով ունեցավ նյութական կորուստ, ուրեմն պետք է հիմնվի, որ կորուստները շարունակական են տրամաբանելով, դա որ եթե արդեն 3-4 հատ կորուստ ունեցա, սպասեմ 5-ին, սպասեմ 6-ին, 7-ին, եթե մարդը հավատաց, սերմանեց իր մեջ, շեշտը դրեց, որ շարունակականը լինելու, այդպես էլ լինելու է, որովհետև իրականությունը գտնվում է ոչ թե մարդու շուրջ, մարդու ներսում, մարդու էմոցիաները բացասական, շատ չթվարկեմ, չխորանամ, ագրեսիան, տխրությունը, նախանձը, այն վատ բաները բացասական, որոնք խեղաթյուրում է լույս ասվածը, որովհետև Աստծուց ծնված օրվանից գալիս է մաքուր լույս, բարձր վիբրացիա, բարձր չիստոտա, բաներ, որոնց հիմքն է, որ աշխարհը ստեղծվել է, ծառ կլինի, բնություն կլինի, եկեղեցի կլինի, բոլորը այս լույսի ներքո է աշխատում եւ այնտեղ միշտ լույս է տիրում։ Եվ իմ համար չար ու բարի հասկացողություն չկա։ Այսինքն մարդը կարա մեղադրի, չգիտեմ, աշխատանքի վայրում ղեկավարին, կարա մեղադրի պետության վիճակին, կարա մեղադրի հարազատին։ Իրականում մարդուն հասնում է պարզ լույս եւ իր ներսում մարդու ներսում կարա որոշակի բաների պատճառով այդ լույսը խեղաթյուրվի եւ ինքը դառնա խեղաթյուրված լույս, դառնա խավար մարդու ներսում եւ այդ խավարը սկսի ծնել մարդու երկրորդ արտացոլանք, ոնց հայլու մեջ քո արտացոլանք, ոնց որ քեզ նայես ու քեզ փոխված տեսնես, քեզ չճանաչես, դու ինքդ քո համար լինես գարշելի, լինես տհաճ եւ այդ վիճակներին մարդը սկսում է փնովել, մարդը սկսում է լինել ագրեսիվ, լինել նախանձ եւ ինքը իրեն ստել, ինքը չհամաձայնվել, որ իմ եսը դարձել է այնպեսին, որ ես նախանձում եմ իմ հարևանին, որ ինքը ունի ավել, ինչու ես չունեմ։ Շատ լավ, եկեք նաև մի քիչ հասկանանք 26 թվականը ինչա սպասվում մեզ, որտեղ շատերի համար հիմա ուղղվածությունը դեպի 26 թվականն է։ Ինչ սպասել, ինչ անկարգալիքներ ունենալ, հրեձիու տարում, ինչ է սպասվում։ Դա կարևոր է կենթանակերպի նշանը։ Այս ամեն ինչի շեշտեցի, որովհետև նախ պետք է այս ներսի վիճակը կարգավորի ժողովուրդը, որպեսզի 26-ին լավ տարի դիմավորի եւ դա հնարավոր է։ Դա պետք է անել մինչեւ 26 թվականի տարին սկսվելը, որովհետև հետո ուշ է լինել, որովհետև այդ շատերը մտածում են հունվարի 1 սկսվեց, տարին փոխվեց, ուրեմն ամեն ինչ հետը փոխվում է, չէ, այդ նոր տարին, նոր էներգիան, նոր շունչը սկսվում է մարդու ներսում։ Իմ խորհուրդն է, որպեսզի իրանք այդ իրանց ներսի խավարած լույսը վերացնեն, լուսավոր լցնեն իրանց ներսում էներգիան, լավ տրամադրվեն առաջի հերթին, հասկանան անցած տարում ինչ սխալներ են գործել, չփորձեն նույնը գործեն հաջորդ տարվա վրա։ 25 թվականը շատ բացասական տարի էր մեծ մասով եւ հերիք էր մարդ մի փոքր ինչ սխալ քայլեր աներ,
հաջորդեն այդ սխալ քայլերը, ինքը դաժան է լինելու եւ ամեն առումով այդ տարին շատ դաժան էր։ Իսկ 26 թվականը համեմատաբար եւ 27 թվականը հաջորդող շատ ավելի դրական տարիներ են, բայց ոչ բոլորի համար։ Եթե մարդիկ եղել են, չգիտեմ, 25 տարում մանիպուլյատորներ, ստախոսներ, տագնապահար ամեն օր անցկացրել են վախի միջավայրում, ստրեսի, վատ մտքերի, 26 թվականը լինելու ավելի դաժան ծույլ մարդկանց համար։ Իսկ այն մարդիկ, ովքեր ջանացել են, ովքեր հավատացել են, սպասել են, անգամ նախորդ տարիներին չեն կոտրվել, ես վստահեցնում եմ, որ 26 թվականը միանշանակ իրանց համար լինելու լավ տարի, ամեն առումով։ Ինչ ոլորտի մարդիկ, որ ուզում ա լինեն, ինչ գործի մարդիկ ուզում ա լինեն, միանշանակ լավ կողմեր ունենալու, դա տևելու է, չգիտեմ, երկարատև ու իրոք այս անգամ շատ բաներ կարամանան նախորդ տարում։ Ես այստեղ շատ բաներ եմ կազմել եւ ասացիք անցման տարի, հա, այդպեսի կետ է նշված, 26 թվականը անցման տարի է լինելու։ Ինչ անցում է դա։ Սենց ասեմ, այստեղ չի լինելու ինչ որ պարգևների տարի, այստեղ էներգետիկան վիբրացիաները բարձրանալու է, այսինքն էներգետիկ մակարդակը շատ է սկսելու բարձրանալ ավելի եւ այսպես ասեմ X մարդ, որի մեջ այդ մակարդակը ցածր է եւ չի համընկնում 26 թվականի բարձր հոսքի մակարդակին, այսինքն այսպես մի հատ վիճակ է բարձր ու ցածր, սկսելու է այս մարդուն շատ ուժեղ հարվածել փորձություններով շարունակական, բայց մարդ, ով որ 25 թվականում զուսպ է մնացել, բարի է մնացել, հավատացած է եղել, կուտակել է, ջանացել է, այսինքն դրական է մնացել, լավ բաներ է արել, իր մակարդակը բարձրանալու է միանշանակ այս մակարդակին եւ 26 թվականը իր մոտ լինելու է հեշտ գումար եկավ, սա ստացվեց, այսպես եղավ, այս հարցը կարգավորվեց, այս զանգը ստացա։ Դե ինչպես ասում են, ով ցանի դա էլ կարող է 26 թվականը հենց դա է լինելու, ով իր ցաները դա էլ հենց ելը միանշանակ հենց դրա տարին է լինելու միանշանակ։ Ես այստեղ առանձնացրել եմ, քանի որ ես համաստեղությամբ կարիճ եմ, հա, եւ այստեղ տեսա, որ կարիճների ընդհանրապես աստղակերպի նշանների համար ունեք փոփոխությունների ու ճշմարտության տարի, կբացվեն գաղտնի հարցեր, մի վախեցիր փոփոխություններից։ Հետաքրքիր էր կարիճների համար։ Շատ հետաքրքիր է լինելու կարիճների համար, որտեղ ինքը շատ յուրահատուկ նշան է, գեր յուրահատուկ եւ պարտադիր չի կապ ունենալ էզոտերիկայի հետ, այսինքն դու որպես կարիճ կարող ես զգալ հարազատների, ընկերների կամ անծանոթների խորը հույզերը, հոգեվիճակը, ապրումները, նախորդ մինչեւյան ցանկանան ինչ-որ մի բան անել կամ ասել, դու արդեն դա գիտես։ Քո պլանները, քո հաշվարկները, այսինքն բազում տաղանդներ կա կարիճի ներսում եւ կարիճի նշանը չէ, ինքը մի քիչ յուրահատուկ է, որ նստի սպասի ինչ է լինելու, ինքը միշտ գործում է, ստեղծում է, միշտ տարբերվող է, միշտ հետաքրքիր է ինքը։ Չգիտեմ, լավ նշան է։ Ես կարիճ չեմ, շատ կարիճների համար շատ լավ բաներ ասացիք։ Բայց կուզեիք լինել։ Այսօր խնդրեց բարձր խեցգետինների հետ։ Բայց մինչև խեցգետինները եկեք հերթով գնանք շատ արագ, իհարկե այս ամենը ուղղակի փոքրիկ հուշումներ են, սիրելի հեռուստադիտողներ, պետք չի հենց սրա վրա հիմնվել եւ կյանքը կառուցել այս ամենի վրա, ուղղակի հենց հիմա արագ անցնենք բոլոր աստղակերպի նշաններով, որպեսզի ոչ ոքի չնեղացնենք, այո։ Խոյերը։ Լավ նոր գործեր սկսելու, վատը շտապելու կոնֆլիկտների համար, հա, ինչ է սա նշանակում, կարճ մեկնաբանությամբ։ Խոյերը, չգիտեմ, առաջի պլան երևի պահում են աշխատանքն ու աշխատասիրությունը եւ չգիտեմ, իրանց կյանքը ամբողջ անցնում է եւ խաղադրույք կոպիտ ասած անում են հենց աշխատանքի մեջ, ամբողջությամբ նվիրվում են, չեն խնայում ոչ մի բան, անգամ մեկ վայրկյան իրենց հանգիստ չեն տալիս եւ վատն էլ մյուս կողմից այնա, որ այդ ռեսուրսները իրանք կարան ծախսեն մի վայրկյանում ինչ որ մի հատ անարժան մարդու վրա։ Շտապողականություն հանդեպ շատ շտապողական է լինում, դա պետք չի, կոնֆլիկտներից էլ պետքա խուսափեն մաքսիմալ։ Տարին հարմար է գումարի կայունության համար, կարելի է ամրապնդել դիրքը, խուսափել ռիսկից եւ համառությունից։ Շնորհակալություն։ Այստեղ այդ համառությունը խուսափել եւ ռիսկերին չեմ շեշտում, որովհետեւ ցելերի մոտ դա կարա լինի հապճեպ ինչ որ ռիսկերի գնալ, որպեսի շահույթ ավելի լավ լինի կամ մի քիչ չհամբերել, չէ, իրանք շատ աշխատասեր տեսակ են, աշխատասերության համար չգիտեմ, երևի շատ կոպիտ քայլեր կգնան, իրանց նպատակին հասնելու համար, ուղղակի մի քիչ համբերություն ու հաշվարկներ այնպես, որ հանկարծ չբախվեն ռիսկերի։ Այստեղ ռիսկերը պետք չէ, եթե 25 թվականին պետք էր, 26-ին պետք չի։ Ոչ մի ռիսկ։ Երկվորյակն է, շփումների եւ փոփոխությունների տարի, նոր մարդիկ, նոր հնարավորություններ, մի ծրվիր մանրուքների մեջ։ Երկվորյակների վատենա, որ իրանց մեր ներսում ապրում է երկու անձ,
Այդ տենց նկարով էլ որ նայում ես, իրանք կարող իրեն մանուկների մեջ ծրվեն գործը թողեն, որ մեկին ճիշտ ու սխալ բացատրեն։ Այդ պետք չի անել, ես հարազատներ ունեմ, իրանք հասկանում են, ես հիմնական է այդպես շարժվել։ Մենակ կենտրոնանալ գործի ընտանիքի վրա, կողքից ով ինչ կասի, ով ինչ նկատողություն կանի, էական չի։ Շատ լավ, խեցգետին ընտանիքի եւ տան տարի լավ է հարաբերությունները խորացնելու համար։ Մի ծանրաբեռնվիր զգացմունքորեն։ Ինչի զգացմունքորեն շեշտը դրել, խեցգետինը ինքը լինի կին թե տղամարդ, ավելի շատ կնոջ դեպքում ինքը ընտանիքի մարդ է, լավ մայր, չգիտեմ, լավ կին, լավ ծնող ու ինքը իր թույլ կողմը այդ ընտանիքն է, իր ամուսինը, երեխաները, եթե այդտեղ ամեն ինչ լավ եղավ, իր մոտ ամեն ինչ օքեյ, ինքը ամեն ինչ կարող անի, անմարդկային ուժով, սիրով ու ստեղ խորհուրդ կտամ չմտածել վաղվա օրա մասին, այսինքն տարին եկավ 26 թվականի, ինքը չմտածի հələ չեկած տարին, բա որ վատ լինի ընտանիքիս համար, բա որ սենց օրվա ջերմություն ու սերը դա կարևոր։ Նեյտրալ բնավորության մեջ չլինի, այսինքն մռութները չկախի, չտխրի, պետք չի իրան։ Շատ լավ, Արյուծ, ինքնարտահայտման տարի հնարավոր է ճանաչում եւ հաջողություն, զգուշացիր մեծամտությունից։ Վստահ եղիր, բայց չափավոր։ Արյուծները շատ լավ կողմեր ունեն, տղամարդկանց մոտ հիմնականում կարա այդ մեծամտությունը, հպարտություն, եսասիրությունը լինի, ոչ թե այդ միտեղ իրանց դուր է գալիս, դի ոնց որ իրանց չգիտեմ, ալիբին լինի ասեմ, չգիտեմ, ինչ որ մոտ կարևոր բան առանց որի չի լինի, իրանց զենքը, այսպես ասած, էլի միշտ իրանք դրանով ոնց որ չգիտեմ։ Հմայքը, արուսներին հարիր հմայքը։ Կույսեր, աշխատանքի եւ կարգ ու կանոնի տարի լավ է առողջության եւ կարիերայի համար։ Մի կենտրոնացիր միայն մանրուքների վրա, կարգավորիր կյանքդ։ Կույսերի դեպքում այստեղ իրանք կարան այդ էմոցիաները շատ խորը իրանց ներսով անցկացնեն, միշտ են տենց անում։ Այս տարի ավելի շատ բաներ ավելի զգալու են, ավելի խոր, այսինքն վատ էմոցիաները, տրամադրության անկումը, նյարդայնանալը, ինչքան այդ շարունակական լինի, այդ իրանց վնաս հասցնելու հոգեբանական կամ առողջական տեսանկյունից, իրանց մոտ եթե այդ խնդիր եղավ առողջական կամ նյարդեր, իրանց մոտ սաղ տակնու վրա է լինելու։ Փորձեն զսպել իրան։ Այո։ Սպորտով ծրվել մի բանով զբաղվել։ Կշեռքների համար գրել եք, որ ընտրության տարի է լինելու, պետք է որոշումներ ընդունեն, երբ մտելը կարող է խանգարել, պետք է կանգնել ընտրության կողքին։ Կշեռքները շատ լավն են, շատ դրական են, շատ նվիրվող են, ուղղակի վնաս են հասցնում մենակ իրանց, բայց դա էլ պետք չի, քանի որ հենց նշանի պես իրանք կշեռք, միշտ այդ նժարը միշտ տատանվում է իրանց մեջ, իրանք միշտ չեն կարողանում ընտրել, օրինակ աջ թե ձախ։ Կարծես փորձում են երկուսն էլ միաժամանակ ընտրել եւ այդպես դապայել, բայց դա հնարավոր չի։ Ես խորհուրդ կտամ որևիցե մեկը կամ աջ կողմում կամ ձախ կողմում միանշանակ։ Աղեղնավոր։ Կարիճների մասին քանի որ խոսեցինք անցնում ենք, զարգացման եւ ուսման տարի է լինելու, լավ է ճանապարհորդությունների, նոր գիտելիքների համար, պետք չէ գերագնահատել իրենց ուժերը, պետք է առաջ գնալ քայլ առ քայլ։ Աղեղնավոր, ես ինքս աղեղնավոր եմ եւ չգիտեմ լավ հասկանում եմ ինչա նշանակում ճանապարհորդություններ, աղեղնավոր ինքը արկածային նշան է, ինքը մի նշան է, որը անդադ սլանում է առաջ իր նպատակին հասնելու համար ու ինքը երբեք կանգ չի առնում, ուղղակի ինքը պետք է իր ազատությունից չզրկվի, իր ճանապարհորդությունից չզրկվի, հոբիներից, չգիտեմ, այնտեղ նկարչությունա թե ձուկ բռնելա, ինչ որ հետաքրքիր հոբիներ, պետք է օրակարգը փոխի, օրակարգը հագեցած լինի հետաքրքիր բաներով, ինքը պետք է հանգիստ դադար տա երբեմն, այս արդեն իսկ խորհուրդ տամ դրանով զբաղվել ու գոնե 26 թվականի իրանք դիմավորեն հագեցած նոր ուժով, եռանդով։ Այցեղ ջուր, պատասխանատվության եւ կառուցման տարի, լավ է երկարաժամկետ ծրագրերի համար։ Մի ճնշիր ինքդ քեզ, կառուցիր կայուն։ Այցեղ ջուրները շատ աշխատասեր են ու ամբողջ աշխատասիրությունը եւ ռեսուրսները ներմուծում տուն, օջախ տուն, այսինքն միշտ շատացնում են, չեն քչացնում, անիմաստ բաների վրա ծախսեր չեն անում, ընտանիքի համար ամեն ինչ անում են, իրանք միշտ ուժեղ են մնում, կարծես ինքը չի աշխատել, ինքը չի տանջվել, իր համար դա նորմալ է։ Ուղղակի պետք է շատ պատասխանատվության զգացումը մեջ չլինի, որ ստրեսների մեջ չընկնի, որ ես պարտավոր եմ անընդհատ ամեն ինչին վրա է, իմ ուսերին է, դա պետք է չլինի։ Մեկ-մեկ ինքն էլ է մարդ, ինքը պետք է իրան ազատություն տա։ Ջերհոս, նոր գաղափարների տարի կլինեն անսպասելի հնարավորություններ, ոչ բոլորը քեզ կհասկանան, մնա ինքդ քեզ։ Լինում է այդպիսի բաներ, որ ջերոսներին դժվար է հասկանալ, որ ջերոսը կարող պայտակ միշտ խոսա հայերեն, բայց պայտակ հայերեն լեզվով խոսա այնպիսի մի բան, որ անհասկանալի լինի բոլոր նշանների համար, դա իրանեական չի։ Ձկները Զգացմունքների եւ ինտուիցիայի տարի է, լավ է ստեղծագործության համար, պահպանել է պետք սահմանները եւ զգալ, բայց չկորել։
Ձկների համար, չգիտեմ, լինեն հիմնականում երաժշտությունից, էստրադայից կամ չգիտեմ, շոու բիզնեսից սկսած արվեստի ձկներ, սենց ասած այդտեղից սկսենք ու եւ այլն։ Արվեստոտ ձկները։ Շոու բիզնեսի ձկները։ Այո, արվեստոտ ձկները, իրանք պետք է հասկանան, որ իրանք ամենաէմոցիոնալ նշանն են եւ այդ էմոցիաները կարան իրանք խանգարեն։ Իրանք այսքան կարող իրանք մոտ մի բան նես չգնա, իրանք վերցնեն այդ էմոցիան, մոռանան իրանք գործը, մոռանան ամեն ինչ, ու իրանք պետք է երկար ժամանակ, որ իրանք հետ գան։ Ուղղակի պետք չի խոնալ ոչ մի էմոցիայի մեջ, միշտ լինել լավատը։ Ձկների մոտ այդ խնդիրը է, այդ էմոցիոնալ վիճակը։ Չէ, մնացած առումով լավ է լինել իրանց մոտ։ Վան, շնորհակալ ենք ձեզ, որովհետև ես կարծում եմ ինֆորմացիան, որ տվեցինք հեռուստադիտողին, շատ էսպես բոլորը ստացան այն ինչ որ սպասում էին եւ ուզում էին։ Մաղթենք ձեզ գալիք տարուն հաջողություններ եւ բնականաբար միայն ու միայն լավ իրադարձություններ։ Այո։ Շնորհակալություն ձեզ։ Հավատով ենք լցված եւ մեր նման մարդիկ ժպիտով, հավատով սպասում են, որ տարին միանշանակ լավն է լինելու, որտեղ մեծ մասով կախված է այդ ամեն ինչը մեզանից, մեր հավատից։ Միանշանակ։ Այո, թող տարին շատ բարի լինի, իսկ մեզ մոտ հիմա կլինի կարճատև դադար, որից հետո վերադառնանք եւ շարունակենք։